Ելենա Արշակյանի հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալում Հայկը գնում է Սաքոյի տուն վերջինիս հարցեր ուղղելու նպատակով։ Նա առանց շրջապտույտների ասում է, որ Քաջիկը մահանալուց առաջ իրեն ասել է մի կարևոր բան, որ Աշոտն ու Լալան միասին չեն փախել։ Այդ խոսքերից հետո, երբ Հայկը ոչ մի զարմանք կամ շոկ չի տեսնում Սաքոյի դեմքին, անմիջապես հասկանում է, որ Սաքոն այդ ամենին վաղուց ծանոթ է։ Դա նշանակում է, որ Սաքոն ամբողջ այս տարիների ընթացքում շատ լավ իմացել է ճշմարտությունը։ Հայկը խորանում է թեմայի մեջ, սկսում է ուղղել կոնկրետ հարցեր, փորձելով իմանալ, թե որտեղ է հիմա Լալան։ Սաքոն փորձում է խուսափել պատասխաններից ու պարզապես ասում է, որ Հայկը հեռանա իր տնից։ Բայց Հայկը լուր չի մնում, շարունակում է խոսել։ Նա ասում է, որ Սաքոյի լռությունը ոչինչ չի փոխի, քանի որ ինքը հաստատ գտնելու է Լալային ու իր հարցերի պատասխանները, որովհետև հենց Լալան է ամենակարևոր վկան ու ամեն ինչ գիտի։ Սաքոն փորձում է եւ հանգիստ պահել իրեն, երբ միաժամանակ ներսից մղձավանջ է ապրում։ Նրա ներսում հիմա վախ է, խորը, իրական վախ, որովհետև նա շատ լավ գիտի, եթե ճշմարտությունը բացահայտվի, ապա ինքը կկորցնի ամեն ինչ։ Եվ այո, նա վախենում է։ Եթե վախ չլիներ, նա չէր գնա գյուղ ու չէր գողանա Քաջիկի վերջին գրած նամակը, որտեղ Քաջիկը վերցրել էր Սաքոյի մեղքը իր վրա ու գրել էր իբր հենց ինքը Քաջիկն է սպանել Աշոտին։ Իսկ Սաքոն, Աշոտի իրական մարդասպանը, իրեն պահում է այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Պահում է իր դիրքը, ձևացնում է իբր ոչինչ չգիտի, իբր Հայկի հարցերը իրեն չեն վերաբերում։ Քիչ անց Սաքոն իր սենյակում է, նրա հետ Վռամն է, երկուսն էլ լուր խոսակցություն են վարում։ Ներս է մտնում Անիկը։ Նա, մի փոքր լարված ու շփոթված, Սաքոյին ասում է, որ Մարգարիտ Հոռանը Հայկին տեսել է իրենց բակում։ Հարցնում է, թե ինչ գործ ուներ նա այնտեղ։ Վռամը միանգամից ուշադիր է դառնում, զարմանում է ու հետաքրքրվում, ինչու է Հայկը եկել իրենց տուն։ Սաքոն, ինչպես միշտ, ստում է։ Նա մի անհասկանալի պատմություն է հորինում, ասում է, թե Հայկը սխալմամբ է եկել կամ որևէ անկապ պատճառ է նշում, միայն թե Վռամը չմտածի ավելորդ բաներ, բայց Վռամը սկսում է կասկածել։ Իսկ այդ ընթացքում մյուս կողմում Հայկն ու Նարեն կրկին հանդիպում են։ Հայկը ինչ-որ կերպ վնասում է ձեռքը։ Նարեն անհանգստանում է, ուղեկցում նրան տուն, օգնում է ամեն կերպ, հետո որոշում է հեռանալ։ Երբ Նարեն դուրս է գալիս նրանց տան դարպասից, հենց այդ պահին վերադառնում է Միքոն ու տեսնում է նրան։ Միքոն քարանում է տեսարանից, նա իր աչքերով է տեսնում, որ Նարեն դուրս է գալիս իրենց տնից։ Նրա դեմքի արտահայտությունը հստակ խոսում է ապագա բախման մասին։ Հիմա նա հաստատ չի թողնելու, որ Հայկը այսքան հարցերից ու ցավից հետո շարունակ կապ պահի Ադամյան Նարե հետ։ Միանգամայն հնարավոր է, որ Միքոն լուրջ ու կտրուկ վիճաբանություն ունենա Հայկի հետ հենց այս տեսարանի պատճառով։ Աշմետ ժամ կասես։ Հեծած կես աղբերս։ Հեծած կես, հասկաց, մերսի։ Տոլման, այո, սուստոր։ Այո, տոլմա, Մարիամ Իմիջարից մի քանի հատիկ բան է մեջը, սովորական ինչ հրանձով էլ կա մեջը։ սուտ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում, հանգիստներ ենք պատրաստել է, աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին, հետակա պորտիկացի հեչ լավ է, չէ։ Ով ասեցի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով։ Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդն։ Որ չեմ պահում, չեմ պահում։ Տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանա։ Երիտասարդ աղջիկ է, գերեць։ Գոնե համով է։ Մառոժնին համով է։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Լավ քեկ։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը գոլոշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ։ Չաղանալու ենք ամեն դեպքում։ Հալացնում ենք, հարակնում շոկոլադը։ Պետք է ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը ու ավելացնում ենք ալյուրը։ Մի փոքր վանիլին։ Քիչ է ախի։ Աղ ինչի համար։ Կա, բացում է համը։ Կա աղի լինի վերջում։ Կարող ինչ որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց
Կարող է նաև սխալ ենք զարգել վերջի բացառով։ Տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ Ճանոթ ChatGPT-ին եմ հարցրել, դուր չեմ ասում։ Հա, դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետք է լինի կապան։ Տեսնում եք նայես 4 մասի, այսպես։ Տեղը։ Կիբա տեղափոխում ջար։ Չպնել հաշվում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Այսօր չի բացացել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չենք արել ինչ-որ մի բան։ Չի ծորում։ Ինչա, շոկոլադե բլիթ։ Մառոժնին ու մարինյան համով է։ Հա։ Մար լիսի շուտ 3 հատ հարց եմ տալի, դու շուտ պատասխանես։ Հա, ասեմ։ Քո սիրած գույնը, Ասեմ։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամ։ Այդ հիշեցի։ Շեշվա։ Քո սիրած ուտեստը, Սպապաս։ Վայ, մամայ սարճին եմ սիրում, սպաս։ բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք էր չափել իմ ոտկատեղը, ես չափեցի եւ հիմա դա մի կիլո սարսափելի կիպ 81 սանտիմետր 81 սանտիմետրը իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչի եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակն է։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հաղթի հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա, բան ստացել, բայց